Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ 2025 թվականի նոյեմբերի 19-ին մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը և մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը մարզում ճանապարհների ձմեռային պահպանություն իրականացնող կազմակերպություններում ծանոթացել են ձմեռային նախապատրաստական աշխատանքների ընթացքին։ 2025-2026 թվականների ձմեռային ժամանակահատվածում սպասարկման աշխատանքներ պետք է իրականացվեն շուրջ 610 կիլոմետր երկարությամբ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների վրա։ Ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքները իրականացվելու են թվով 7 կազմակերպությունների միջոցով։ Ձմեռային պահպանության աշխատանքներում ներգրավված են 17 գրեյդեր, 20 կոմբինացված աղ և ավազ ցանող ճանապարհային մեքենա, 21 ձնամաքրող այլ տեխնիկա, 25 բեռնատար մեքենա։ Սպասարկող կազմակերպություններում կուտակվել է շուրջ 9300 խորանարդ մետր ավազ և 293 տոննա աղ։ Բոլոր տեղերում արդեն ձևավորվել է հերթապահություն ճանապարհների ձմեռային պահպանության և սպասարկման աշխատանքները պատշաճ կազմակերպելու և իրականացնելու համար։ Այսպիսով, պետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանություն իրականացնող կազմակերպությունները պատրաստ են ձմեռային սպասարկման աշխատանքների կատարմանը։